ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Արտահոսք հերքում նոր տվյալներ, Հայաստանի կառավարության գաղտնի փաստաթղթերի անվտանգությունը կրկին կասկածի տակ է, ով կարող է օգտվել այդ տվյալներից ու ինչ ռիսկեր կան։ Դատարկ եկեղեցի, պատարակ առանց հավատացյալների և սրված հարաբերություններ համայնքի ու առաջնորդի միջև, ինչ է պահանջում Շվեյցարիայի հայ համայնքը։ Թեհրանի փողոցները լի են արյունով ու դիակներով, հիվանդանոցներում ու դիահերձարաններում տեղ չկա, ինչ վիճակում են հայերը։ Իշխանափոխության կոչ Վաշինգտոնից, ինչ դեր է փորձում ստանձնել Ռեզա Փահլավին Իրանի ապագայում, կվերադառնա արդյոք շահի ժառանգը Իրան։ Առնվազն 10,600 մարդ են ձերբակալել Իրանում 16 օր շարունակվող ցույցերի ընթացքում, զոհվել է ավելի քան 500 ցուցարար և 48 իրավապահ։ Երկրում երրորդյա սուգ է հայտարարվել։ Իրանում ներքին ճգնաժամը շարունակում է խորանալ, չնայած համատարած ինտերնետային անջատումներին ու իրավապահների կիրառած կոշտ ուժին։ Թեհրանից ստացվող տեղեկությունները սարսափեցնող են։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցները լի են արյամբ, իսկ զոհերի թիվը այնքան մեծ է, որ դիերը տեղափոխում են բեռնատարներով։ Թեհրանի մերձակայքում նկարահանված տեսանյութերից մեկում BBC-ն ֆիքսել է մոտ 180 դի, որոնց մի մասը սև պարկերի մեջ դրված է բաց երկնքի տակ, մինչև հարազատները փորձում են նույնականացնել իրենց մերձավորներին։ Հիվանդանոցներն ու դիահերձարանները լեփ-լեցուն են։ Ուրբաթ օրվանից որևէ տեղեկություն չկա Իրանում գտնվող մեր հայրենակիցների մասին, ասում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։ Ասում է, առայժմ հնարավոր չէ կապ հաստատել այնտեղ գտնվող հայերի հետ։ Գործընկերոջս հարցին, թե հնարավոր է Տարհանում կազմակերպել, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասել է, չունի բավարար տեղեկություն, որպեսզի կարողանա խոսել տարհանման մասին։ Ինչ վիճակում են ոչ միայն Իրանում, այլև Սիրիայում գտնվող մեր հայրենակիցները, փորձել է պարզել Անի Աբաղյանը։ Սիրիայի և Իրանի հայկական համայնքներն անորոշ ու անհանգիստ են պայթյունների, կրակոցների կենտրոնում։ Իրանի հայկական համայնքից մեկ զոհ կա, նա միացել էր զանգվածային ցույցերին։ Արամ Շահնազարյանի խոսքով այլ տուժածներ չկան։ Հայ համայնքի հետ կապված նորմալ վիճակում են, որևէ տենց սպառնալիք չկա, արդեն համայնքի անվտանգությունը ընդհանուր առմամբ որևէ բան չի սպառնում։ Իրանում գործող միակ լրատվամիջոցի Թասնիմի փոխանցմամբ էլ շաբաթ գիշերվանից սկսած մի քանի մարզկենտրոններից բացի երկրի մյուս նահանգներում և քաղաքներում իրավիճակը եղել է հանգիստ ու առանց լարվածության, մինչդեռ մամուլում շրջանառվող տեղեկությունները հակառակի մասին են պատմում։ Իսկ ինչ վիճակ է հայ համայնքում այսօր, ինչ որոշում ունեն հայերը, շարունակելու են մնալ Իրանում, թե տեղահանության կարիք ունեն։ Հարցերի պատասխանը չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու։ Մեր հարցին հեռախոսակապ չհաստատելու դեպքում հնարավոր է հանձնախումբ ուղարկել տեղում վիճակին ծանոթանալու, Սինանյանն ասաց, կարիք չեն տեսնում անվտանգային ռիսկերը հաշվի առնելով։ Իսկ փոխվել է Իրանից Հայաստան մարդկանց հոսքը, այս հարցին եւս Սինանյանը չուներ պատասխան։ Այդ շարժը միշտ կա, բայց թե ինչ ծավալների են, ես ճիշտ ասած չգիտեմ այս բանին, մեզ եթե մինչև երեկո այդ նույն հարցը տակ պատասխանենք ավելի կոնկրետ։ Մայր գաղութներից մեկում Սիրիայում եւս անհանգիստ են հայերը։ Որոշակի քանդումներ, թուրբադուհան աբագիներու փշրում, նմանագիծ ավերներ, բայց փառքաստիծով որ մարդկային վնասներ չարցնակրվեցավ, ոչ զոհեր, ոչ վիրավորներ։ Սիրիայում հայկական թաղամասերի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներն են զինվորական գոտիներ դարձել։ Ամենափոքր բախումն էլ ազդեցություն է ունենում հայերի վրա։ Մարիա Գաբրիելյանի խոսքով, վերջին շրջանում հայերի բնակարաններ, մեքենաներ են վնասվել։ Ինչ որոշում ունի Հայաստանը սիրիահայերի համար։ Զարե Սինանյանն է անդրադառնում։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։
Իրանի եւ Սիրիայի հայ համայնքներից ինչ տեղեկություն ունի արտգործնախարարությունը։ Կարողացել են կապ հաստատել հատկապես իրանահայերի հետ։ Հարցին ի պատասխան արտգործնախարարի խոսնակն ասել է. Իրանի մասով Սոֆացների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին տվյալներ այս պահին չկան։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այս պահին հասանելի են շուրջօրյա բջջային հեռախոսահամարները։ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ հաշվի առնելով, որ սիրիահայերի դիմումները հիմնականում առնչվում են հյուպատոսական ծառայություններին, հունվարի 13-ից քաղաքացիներին սպասարկելու են նաև հյուպատոսության քաղաքային հեռախոսահամարները, որոնք հրապարակված են սոցիալական հարթակներում։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իրանի իշխանությունը սակայն փողոցում տեղի ունեցողը այլ կերպ է բնորոշում։ Պաշտոնական Թեհրանի պնդմամբ երկրում տեղի ունեցողը բողոքի ցույցեր չեն, այլ արտաքին ուժերի կողմից հրահրված ահաբեկչական գործողություններ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, իսկ վերջին օրերի անկարգությունների ընթացքում հրկիզվել է 53 մզկիթ։ Այնինչ տեղի է ունենում հիմա բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի։ Հունվարի 8-ից 10-ը ցուցարարների շրջանում եղել են զինված ահաբեկիչներ, որոնք կրակել են անվտանգության ուժերի, ոստիկանության եւ քաղաքացիական անձանց վրա։ Նրանց նպատակն էր ավելացնել զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվն աճի։ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասում է, որ կարելի է կրակել ցանկացած մեկի վրա, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց։ Մինչ պաշտոնական Թեհրանը խոսում է ահաբեկչական սցենարի մասին, Վաշինգտոնից հնչում են բոլորովին այլ ազդակներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ եւ առաջարկել բանակցություններ սկսել։ Պաշտոնական Թեհրանը այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին հանդես է եկել նոր ուղերձով, հայտարարելով այսպես կոչված ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկի մասին, Իսլամական Հանրապետությունը տապալելու նպատակով։ Նրա խոսքով վերջին 2 շաբաթվա ընթացքում զանգվածային ցույցերը ցնցել են իշխող ռեժիմի հիմքերը։ Մենք չենք նահանջի, Իրանի ազատությունը մոտ է, մենք միայնակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կժամանի։ Իսկ ինչպես ստացվեց, որ Իրանում ներքին լարվածության ֆոնին քաղաքական ակտիվ խաղի մեջ մտավ Շահի Ժառանգը։ Ով է Ռեզա Փահլավին եւ ինչ ազդեցություն ունի Շահի Ժառանգը երկրի ներսում, Սեդա Մակարյանն է պատմում։ شما با حضور گسترده و شجاعانه Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահի Մուհամմադ Ռեզա Փահլավի ժառանգն է, որը Իրանում իշխանափոխության կոչերով է հանդես գալիս։ Վաշինգտոնում բնակվող 66-ամյա գործիչը բացահայտ դիմում է իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ վերջ դնել Իսլամական Հանրապետության իշխանությանը։ Փահլավին տարիներ շարունակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ ըստ տարբեր աղբյուրների վայելում է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, երիտասարդ տարիներին ծառայել է շահական զինված ուժերում, իսկ 17 տարեկանում մեկնել Միացյալ Նահանգներ ռազմական օդաչուի պատրաստություն անցնելու։ Նա ուսումնառություն է ստացել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում Ռիզի ռազմաօդային բազայում, պատրաստվելով կործանիչ ինքնաթիռների օդաչուի մասնագիտությանը։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Փահլավին այդպես էլ չվերադարձավ Իրան։ 7 տարեկանում ինքնահռչակված գահաժառանգը երբեք չգահակալեց, իսկ հորմահից 1 տարի անց դարձավ Փահլավիների տան ղեկավարը։ Միացյալ Նահանգներում գտնվելու տարիներին նա չի դադարել կոչ անել Իրանին անցնել դեմոկրատական աշխարհիկ կառավարման համակարգին։ Փահլավին 3 գիրք է գրել Իրանի մասին։ Գահանկեց Շահի Ժառանգը առավել հայտնի է իր բացահայտ արևմտամետ դիրքորոշումներով։ Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան եւ ստանձնել երկրի ղեկավարությունը, վերականգնելով մենիշխանությունը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ վերջին օրերին Իրանում արձանագրված անկարգությունների քաղաքական ֆոնին Շահի Ժառանգի դերակատարումն ու ազդեցությունը հաճախ ուռճացվում է։ Նրա խոսքով Փահլավին չունի լայն աջակցություն Իսլամական Հանրապետությունում, թեև ակտիվորեն ներգրավված է արտաքին քաղաքական հարթակներում։ Հատկանշական է, որ Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ընթացքում Փահլավին հայտարարել էր, դրանք վիթխարի ծառայություններ են մատուցում Իրանի ժողովրդին։ 12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբակոծելու, ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով, ինչը ըստ էության չի կարելի որևէ պարագայում, եթե նույնիսկ գործ ունես քեզ համար, ասեմ այսպես, անընդունելի վարչակարգի հետ քո հայրենիքում, բայց այս անդրս մենք դա տեսանք, ուստի չի բացառվում, որ հենց իսրայելական կողմից էլ
փորձ է կատարվում նրա կերպարը ուռճացնել։ Վերջին հայտարարություններում Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցիներին գրավել քաղաքների կենտրոնները եւ պատրաստվել իր վերադարձին։ Այդ կոչերից հետո, ինչպես հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, երկրում արձանագրվել են զինված ահաբեկչական հարձակումներ։ Ռեզա Փահլավին մի քանի անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում սպասվում է հերթական հանդիպումը։ 2 տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Իսրայել, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հենց Նեթանյահուի կամ իսրայելական, այսպես վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թրամփն էլ խոստովանում է, ճանաչում է Ռեզա Փահլավիին, ասում է, լավ տղա է։ Սեդա Մակարյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Տարածաշրջանի զարգացումներին զուգահեռ լուրջ զարգացումներ կան նաև հայկական համայնքների ներսում։ Շվեյցարիայի հայ համայնքում լարվել են հարաբերությունները, երբ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուզան ծայրագույն վարդապետը հանդես է եկել Փաշինյանին աջակցող հայտարարությամբ։ Համայնքի որոշ անդամների կարծիքով վարդապետի վարքագիծը համահունչ չէ հոգևորականին հարիր բարոյական կերպարին։ Ինչ է կատարվում Շվեյցարիայի հայ համայնքի ներսում, ռեպորտաժում։ Դատարկ եկեղեցում է պատարակ մատուցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետը։ Շվեյցարիայի միակ հայկական եկեղեցում վերջին պատարակն առանց հավատացյալների է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո սրվել են համայնքի ու թեմի առաջնորդի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Եկեղեցու դեմ արված հայտարարությունը քննադատել է նաև եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը, որից հետո Գուսան վարդապետը որոշել է լուծարել այն, պատճառաբանելով, թե եկեղեցում պատարակներ չեն մատուցվում։ Որպես Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, հայ եկեղեցու կանոնների համաձայն ինձ լիազորված իշխանությամբ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ 2026 թվականի հունվարի 7-ից սկսած լուծարված եք։ Ինչպես նախորդ տարիներին, անցյալ 2025 թվականին եւս մեկ անգամ իսկ ծխական խորհրդի ժողով չեք գումարել, իսկ 7 ամիս է արդեն մեկ պատարակ չեք կազմակերպել հակառակ մեր բոլոր հորդորներին, բարոյական եւ նյութական օգնության։ Ի պատասխան վարդապետի որոշմանը հայկական եկեղեցու ծխական խորհուրդը պատասխան գրություն է ուղարկել։ Գրության բովանդակությունից պարզվում է, որ վարդապետը համայնքում ընդունելի չի եղել վաղուց։ Ծայրագույն վարդապետ Գուսան Ալճանյան, դուք պատճառաբանում եք, որ տևական ժամանակ սուրբ պատարակ չեք հրավիրել։ Այո, ճիշտ եք, տևական ժամանակ, որովհետև արդեն նկատել էինք ձեր տարօրինակ վարքագիծը, ինչը բացահայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ Պետրոս Ղազարյանի մոտ։ Սկզբից մինչև վերջ զբաղված էի կեղծիկ ու զրպարտանք տարածելով, որը ոչ մի կերպ հարիր չէ բարոյական որևէ մեկին, առավել եւս բարձրաստիճան հոգևորականին։ Անսահման ամոթ զգացինք, որ մեր ծխի հոգևոր դասյարակությունը կուրորեն վստահել ենք ձեզ։ Ըստ գրության, թեմի առաջնորդի տեղապահն ամեն պատարակի համար 100 եվրո է պահանջել, չնայած կայուն աշխատավարձ ու փոխադրամիջոց է ունեցել։ Շվեյցարիայի հայ համայնքը տևական ժամանակ դժգոհելով Գուսան վարդապետից նրա դեմ ստորագրահավաք է կազմակերպել եւ ուղարկել մայրաթոռ Վեհափարին։ Մենք լինելով նորաստեղծ ծուխ, փոքր ու սահմանափակ ֆինանսական միջոցներով հնարավորինս ջանացել ենք հրավիրել պատարակներ, հոգացել վարձակալվող եկեղեցու եւ ձեր ծառայության ծախսերը։ Ավելին, ակտիվորեն աշխատել ենք հանուն մեր ազգային հոգեվոր արժեքների պահպանման։ Հենց սրա համար էր, որ ընդդիմացանք շվեյցարահայության ձեզ ծառայությունից հեռացնելու պահանջին, նամակով խնդրեցինք ամենայն հայոց Վեհափարին, որ մի հնարավորություն եւս տրվի ձեզ ծառայելու։ Նա էլ ընդառաջելով մեր թախանձանքին իր աստվածային մեծահոգությամբ ու հայրապետական ներողամտությամբ, չնայած ձեր բազմաթիվ սխալներին ու թերություններին, հնարավորություն տվեց ծառայությունը շարունակելու, նաև շտկվելու, կատարելագործվելու, դառնալու իսկական հոգևորական։ Եթե պետք է եկեղեցին բարենորոգվի, հայ հոգևորականի կերպարն էլ վերականգնվի, ապա պետք է ազատվել առաջինը հենց իր տեսակից։ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներն են մեզ հետ կիսվել ստեղծված իրավիճակով։ Համայնքում արկա տարաձայնություններն ավելի ցայտուն են դարձել վարդապետի հայտարարությունից հետո, որով վերջինս իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին։ Համայնքն ու հայկական եկեղեցու ներկայացուցիչները տեղյակ չեն եղել Գուսան վարդապետի որոշման մասին։ Հայ համայնքի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում պնդում են, նա չունի հոգևոր առաջնորդի բարոյական կերպար։ Մեր հայրենակիցները նաև նշում են, որ վարդապետի նպատակը եպիսկոպոս ձեռնադրվելն է։ Հայկական եկեղեցում պատարակներ դեռ կլինեն, ասում են եկեղեցու ներկայացուցիչները։ Խոստանում են, ֆինանսական նվիրատվությունները կծառայեն հավատավոր համայնքի ներկայացուցիչներին, բայց սկզբում անհրաժեշտ է նորանշանակ առաջնորդ ունենալ։ Իսկ մինչ այդ համայնքը շարունակում է պառակտված մնալ, բայց շվեյցարահայերի մեծ մասն աջակցում է Վեհափարին։
Սադամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ մինչ Շվեյցարիայում հայկական համայնքը լուծում է իր ներքին տարաձայնությունները, վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այսպիսով Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատական որոշումը վերաբերում է դեկտեմբերի սկզբին առաջադրված մեղադրանքին, որը վերաբերում է 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մեկ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելուն։ Արշակ Սրբազանը մեղքը չի ընդունում եւ քրեական գործն այս պահին շարունակում է քննվել։ Եվ արդեն մեկ օր քննարկման առարկա դարձած կառավարության պաշտոնական փաստաթղթերի արտահոսքի մասին։ Նախ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում եղել է մեծածավալ տվյալների արտահոսք, որն էլ վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։ Ըստ տարածված տեղեկության, խոսքը մոտ 8 միլիոն ֆայլի մասին է։ Լուրը պաշտոնապես հերքվեց, բայց հերքման տեքստը այլ լուր բացահայտեց։ Ինչ է կատարվել իրականում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Կառավարության պաշտոնական փաստաթղթերի արտահոսք, ապա հերքում եւ հերքման մեջ այլ արտահոսքի հաստատում։ Ահազանգողներից առաջինը իրավապաշտպան Գոհար Մելոյանն էր։ Իրապես անհանգստացնող էր, որովհետև վաճառքի են դրված իբրև թե կառավարական էջերից արտահոսած բազմականակ մոտ 8 միլիոնի հասնող ֆայլեր։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շեշտում է, որ մենք չենք կարող իմանալ, թե ինչ է վաճառվում Darknet-ում, ստվերային ցանցում։ Շատ էժան է, 8 միլիոն նամակի համար $2500 կասկածելի էժան է, ինչը նույնպես ենթադրություն է առաջացնում, որ երևի թե հետաքրքիր բան այդ արտահոսքում չկա։ Ամեն դեպքում լավ չի, որ ինչ-որ մի արտահոսք ընդհանրապես լինում է։ Իրավապաշտպան Գոհար Մելոյանն ինքն է դիմել պատկան մարմիններին հերքման կամ հաստատման համար։ Ժամեր անց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊԱԱԿ-ը տարածեց հերքում վերտառությամբ գրությունը։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը Հայաստանի կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։ Նախնական ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։ Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով։ Գոհար Մելոյանը զգուշացնում է, պակաս մտահոգիչ չէ Armlex-ի տվյալների արտահոսքը։ Համակարգ, որը ներդրել է հենց այս իշխանությունը, որի միջոցով միայն փաստաբանները կարող են մուտքագրել իրենց վստահորդների գործերը, իսկ հասանելիությունը տրված է միայն հատուկ սուբյեկտային կազմին։ Դատավորներն են, նոտարներն են, ծնանկության կառավարիչներն են եւ այլն, եւ այնտեղ հազարավոր մարդկանց անձնական տվյալներ են, այսինքն անձնագրային տվյալներ, ել չասած այդ մարդկանց ներանձնային խնդիրների վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկատվություն, ովում է դատի տալիս, ով ինչ է կորցնում։ Ոչ իրավասու մարմնի ձեռքում այս տվյալները լրջագույն խնդիր կարող են դառնալ մեր հասարակության եւ պետության համար, կարծում է իրավապաշտպանը։ Իսկ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվարկում է, թե ովքեր կարող են լինել նման տվյալների պոտենցիալ գնորդները։ Կարող է լինել հենց մեր կառավարությունը, ելնելով հենց կիբերանվտանգության գործառույթներից կարող են գնել, որպեսզի տեսնեն, թե ինչ է արտահոսել։ Այն երկրներ, որոնք հետաքրքրված են Հայաստանից հետախուզական տեղեկատվությամբ, օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, այսօր նաև շատ այլ երկրներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, մենք հետաքրքրություն առաջացնում ենք այս պահին։ Նաև կիբերհանցագործները, կիբերկրիմինալը, որին հետաքրքիր է ունենալ անձնական տվյալներ հետագա մարդկանց դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Փորձեցին կապ հաստատել հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի հետ բարձելու համար, թե ինչպես է նման արտահոսք տեղի ունեցել, ինչ քայլեր են ձեռնարկվել մեղավորներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու համար։ Դեռ մանրամասներ չկան, անհրաժեշտ է գրավոր հարցում։ Եթե ներդրված համակարգը խոցելի է, նույնօրինակ կայքերից է նաև Արմեդը, որում ներառված են բժշկական գաղտնիություն պարունակող տվյալներ։ Այս դեպքում հարց է ծագում, քաղաքացիների տվյալներն ապահով են արդյոք, թե կարող են հերթական հարձակման արդյունքում դառնալ հասանելի։ Ազգային անվտանգության ծառայության հետ կապ հաստատել այդպես էլ չկարողացանք։
Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին, սպասվում է ձյուն և ցուրտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ին աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները Վարդանյաց լեռնանցքում բուք է։ Թթուջուր Նավուր ավտոճանապարհը դժվար անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ապարանում դարձյալ բուք է։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր 8 լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։ Առայժմ։